Հայոց լեռնաշխարհից եւ Արնյուզի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Բարև ձեզ սիրելի ազգ կամ ինչպես ասում են մեր երեկվայի տարածները Գամարջոբա մեգոգրեբո Կամ էլ ինչպես նրանք իրականում են ասում Buongiorno amici, բայց դա չի կարևորը, կարևորը նա որ 2-2 հաշվով ջախեցինք աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոններին, ինչի պատվին այսօր երեկոյան կոչ ենք անում բոլորին վայրենավարի ուտել մակարոն կամ պիցցա, այդ ամենը վայրենավարի ուտելու հետ մեկտեղ այսօրվա թողարկման մեջ առաջարկում ենք դիտել Մի նամակի պատմություն, դե գիտեք արդեն Արժան նախագահը Եվրոպաներում, ժողովրդի հոգեբանական առանձնահատկությունները Սեքս սկանդալի նոստալգիա Մենք իհարկե կարող ենք թողարկման հիմնական թեմա ընտրել համաներումը կամ Բրյուսելից եկող լուրերը կամ նույնիսկ Մոսկվայում ներգաղթյալների դեմ տեղի ունեցած ցույցերը, բայց գրող հրապարակախոս Զորի Բալայանը գրեց նամակ Ռուսաստանի նախագահին, որը մեծ աղմուկ է բարձրացրել Եվրասիայում։ Մենք մի փոքր կաղմկենք դրա մասին նախ։ Մեր առաջին կատարումը Շատ երկար էր նամակը, շատ երկար։ Մենք ու Վլադիմիր Վլադիմիրոvichը զբաղված մարդիկ ենք, այդքան չենք կարող կարդալ միջև վերջ։ Բարեբախտաբար մեր ավակ ընկերը կարողացել է միջև վերջ կարդալ նամակը։ Բարև ձեզ, ես Չակ Նորիսն եմ, իսկ սա իմ կինն է, Զարուհին։ Ես սկսեցի կարդալ պարոն Բալայանի նամակը, բայց այն չափազանց երկար էր։ Այն կարողացավ մինչև վերջ կարդալ կինս, Զարուհին։ Ես միայն հասկացա, որ նա գովաբանում է Ռուսաստանի նախագահին եւ հիշեցնում, որ Ղարաբաղի հետ կապված կա մի պայմանագիր համաձայն, որի դա ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է։ Բայց նորից ուզում ենք շեշտել ամենակարևորը։ Նամակը շատ երկար էր։ Ես եւ Զարան խնդրում ենք հրապարակախոսներին ավելի կարճ նամակներ գրել Ռուսաստանի նախագահին։ Այս թեմային մենք դեռ կանդրադառնանք բազմիցս, իսկ հիմա փորձենք հասկանալ ինչ եղավ համաներման հարցը Հայաստանում։ Եվ այսպես ՀՀ անկախության 22-ամյակի կապակցությամբ ազատ արձակվեցին թեթև հանցանքների համար պատիժ կրող մոտ 500 բանտարկյալ, որոնցից ամենահայտնիներն էին Տիգրան Սամվելի Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել եւ նրան ազատել կալանքից դատական իսկի դահլիճում։ Շուրջ կես տարվա ազատազրկումից հետո այսօր Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը եւ Գագիկ Առաքելյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեցին, բայց ոչ թե արդարացման դատավճռով, այլ համաներմամբ։ Դատարանը 4-ին էլ մեղավոր ճանաչեց խուլիգանության եւ խոտի դես նայրելու փորձի համար եւ դատապարտեց 1-ից 2.5 տարվա ազատազրկման։ Համաներմամբ ազատ արձակվեց նաեւ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարկա Ռոհանյանը։ Ինձ տպավորությունն ոնց որ լիքը ծանոթ մարդ ունենք բանտերում։ Ոնց որ ծանոթների մի մասը նստած էր այսքան ժամանակ։ Իսկ միջ համաներումը սփռվում էր Արարատյան դաշտավայրում, Զորի Բալայանի նամակը էլի սփռվում էր Արարատյան դաշտարում, բայց հասավ նաև հեռավոր գալակտիկաներ։ Ես Դարթ Վեյդերն եմ, եւ ես մենակ մի բան եմ ուզում հարցնել։ Ինչ կարիք կար հիմա տենց կոմպլիմենտախեղ տանել մեր Ռուսաստանի դաշնակցին։ Նաև ուզում եմ նշել, որ նամակը ցանկալի է մի քիչ ավելի կարճ ձևակերպել։ Մեռանք այդ կարդալով։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ մի դեպք, որը ցնցեց ողջ մարդկությանը։ Զորի Բալայանը 25 էջանոց բաց նամակ է գրել Վլադիմիր Պուտինին։ Ահա այն էքսկլյուզիվ կադրերը, երբ Պուտինը ընթերցեց այդ նամակը։ Հայ հասարակական եւ քաղաքական գործիչները իրար հերթ չտալով մեկնաբանում էին այս դարակազմիկ իրադարձությունը։ Զորի Բալայանի այս քայլը ցնցել է հայրենիք եւ պատիվ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին։ Զորին երևի երկար ժամանակ բացակայել է քաղաքական դաշտում։ Գնահատականը իմ միանշանակ է, բացական է։ Մտավորական անձը իսկապես մտահոգ լինելով Արցախի ապագայով առաջարկում է հուսահատական ելք։ Անչափ շնորհակալ եմ Զորի Գայկովիչին, որ նա այս տեսակ նամակ է գրել եւ հրապարակել։ Դա շատ լուրջ վտանգ է Հայաստանի համար եւ Հայաստանի գոյության համար նույնիսկ։ Պարզվում է Երևանի ավականու անդամ Լևոն Իգիթյանը դեմ չէ բաց նամակ գրելուն, բայց նայած ում։ Չէ, Օբամային հաստատ չէի գրի, որովհետեւ չեմ հարգում։ Մենք ունենք էքսկլյուզիվ կադրեր նաեւ այն պահից, երբ Օբաման իմացավ այդ նորությունը։
Լավ, չշեղվենք։ Էլ ինչ վտանգներ է պարունակում այս նամակը։ Զորի Բալայանը կոչ անում, որ Ռուսաստանը գրավի կամ Վրաստանը կամ Ադրբեջան կամ երկուսը միասին։ Օ ոչ, պետք է ամեն ինչ անել, որ Սահակաշվիլին չիմանա դրա մասին։ Խնդիրը իսկապես շատ լուրջ է։ Մեր հետաքննող խումբը պարզել է, որ ԽՍՀՄ փլուզումը, տնտեսական ճգնաժամը եւ վերջերս տեղի ունեցած ԱՄՆ կառավարության փակվելը անմիջական կապ ունեն Զորի Բալայանի գրած նամակների հետ։ Այնպես որ այս դժվարին պահին մաղթենք մեր ժողովրդին ուժ եւ տոկունություն։ Ես ճիշտն ասած չհասկացա, թե այս Նեղմաջալին էս ինչ աղմուկ է բարձրացել, բայց շնորհակալություն բարեմաղթանքների համար։ Կաշխատեմ այս մի փորձությանն էլ դիմագրավել։ Մեր կյանքում բան չի փոխվի չէ՞ այդ նամակից։ Ոչ մի բան չի փոխվի։ Ազգային ժողովի նախագահը աշխատանքային այցով մեկնել էր Եվրոպաներ, որտեղ Եվրոպական ազատ միջավայրում բավական հետաքրքիր նկատառումներ է արել։ Ի պատասխան Սլովակիայի հայերի միության ֆորումի նախագահի քննադատության, թե Հայաստանում լուրջ խնդիրներ կան արտագաղթի եւ ժողովրդավարության հետ, վրդովված մի հետաքրքրական հայտարարություն արեց։ Իսկ սխալը, ով աշխատում է սխալ է թույլ տալիս։ Մենք ունենք թերություններ, մենք ունենք վատ պաշտոնյաներ։ Մենք ունենք վատ պաշտոնյաներ։ Ժոր դու նկատել ես վատ պաշտոնյաներ մեր իշխանության մեջ։ Դուք զանգահարել եք ժողովրդին, այս պահին նա զբաղված է, թողեք ձեր հաղորդագրությունը, նա կպատասխանի ձեզ քիչ անց։ Բա ինչ ենք անելու իրանց։ Կարող ես sense մի քիչ, ոնց ասեմ, մի բան անենք իրանց։ Վատ պաշտոնյաներ, որոնցից մենք կամաց ազատվելու ենք։ Yes, այո։ Իտալիայի հետ խաղից հետո այս ամենալավ լուրն էր։ Իսկ ժամկետներ կան վատ պաշտոններից ազատվելու համար։ Լավ, արդեն շատ եք խոսում։ Ացեք հաջորդ թեմային։ Բայց մենք ձեր մասին չենք խոսում։ Վատ պաշտոնյաների մասին է խոսքը։ Իրանք ինձ շատ մոտ մարդիկ են։ Գնացեք Երևանի մշակութային արժեքների մասին խոսացեք։ Այս մութ ուժերն էլ արդեն համը հանում են։ Իսկ եվրոպացիները ոնց են, ընդհանուր նենց նեղվածություն հո չկա Ռուսաստանի հետ մեր մերձանալու պատճառով։ Համաձայն չեմ, որ մենք շեղվել ենք եվրոպական ուղուց։ Եվ այդ նույն հարցը ես օրինակ Ժնևում մի 10 օր առաջ հանդիպեցինք Բունդեսթագի նախագահի հետ, նույն հարցը ինքը տեսակետ խնդրեց, որ ես հայտնեմ։ Էդ գերմանացիք էլ ախր սենց կարծիքների համար իրենց արդեն տրամադրել են գրող հրապարակախոս Վահան Հովհաննիսյանին։ Ինչի եք ԱԺ նախագահի կյանքն ուտում։ Լավ, ու ինչ կարծիք ա լսել գերմանացին։ Մենք եվրոպական արժեքները բարձր ենք գնահատում եւ շարունակելու ենք համագործակցությունը Եվրոմիության հետ եւ այս վերջին տարիների բազմաթիվ բարեփոխումներ ենք իրականացրել մենք Հայաստանում Եվրոմիության աջակցությամբ։ Նաեւ գերմանացի գործընկերոջ է ցույց տվեցի բարեփոխումների նկարները։ Այս մեր Հյուսիսայի պողոտայում ենք բարեփոխում արել մի հատ։ Այս մաշտոց վերադարձի իրականությունն էլի։ Բրյուսելում է նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, ով իր ելույթում խոսեց Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, շնորհակալություն հայտնելով աջակիցներին։ Պարոն Սահակյան, իսկ մինչ դուք մի պահ հեռացել եք տարածաշրջանից, Հաշվի առնելով Զորի Բալայանի նամակը եւ դրա երկարությունն ու ռուսամետությունը, Հյուսիսային Կորեայի կառավարությունը որոշեց վերսկսել միջուկային զենքի փորձարկումը Խաղաղ օվկիանոսում։ Հալավ էս Ամերիկայի գլխացավ նաեւ։ Այս ամերիկյան կառավարությունը տես ինչ կանի։ Այսինքն կաներ, եթե փակ չլներ։ Քանի որ երկիրը շատ վաղուց չի ունեցել սեքս սկանդալ, վերջինը 2 տարի առաջ էր Անժելա Սարգսյաններ, 2-ից էլ ավել, 2 տարի 21 օր 3 ժամ։ Հաշվում ես օրերը։ Դե բա 751 օր է երկրում նորմալ ռազմաենասիրական սեքս սկանդալ չի եղել։ Այո, ես օրեր եմ հաշվում։ Մի խոսքով Չեխիայի նախագահի աղջիկը հայտնվել է այս տեսահոլովակում։ Սկանդալը որն է, Չեխիայում սրան պարզապես ասում են սովորական ուրբաթ երեկո։ Տեսանյութը հրապարակած կայքիտերը պնդում է, որ իրոք Չեխիայի նախագահի աղջիկն է, սրա օգտին խոսում են անգամ մասնագիտական խալա համեմատման տվյալները։ Սակայն ինքը Կատերջինա Զեմանովան պնդում է, որ տեսանյութում ուրիշ աղջիկ է, կամ էլ ընդհանրապես մենք մոնտաժված է։ Հիմա լսենք Զեմանովայի հերքման ամենակարևոր կետերից մեկը։ Ես միշտ դեմ եմ եղել ծխելուն։
Ծխելուն, այսինքն ունենք տեսահոլովակ, որտեղ ենթադրաբար նախագահի աղջիկը լեսբի խաղեր ա տալիս ուրիշ աղջիկների հետ, իդեպ բոլորը վատիկը չեն, ու միակ բանը, որ հերքում են, դա ծխելն է։ Դե ծխել Եվրոպայում շատ ավելի դատապարտելի է, քան լեսբի խաղերը գիշերային ակումբում։ Սովորական ուրբաթ երեկո դուրս է տրաբիզ վիճակներից։ Տրեք էս է ձեր սեքս սկանդալը։ Դե հա, ժողովուրդ ջան, ինչ անենք։ Բայց հիմա մեր մոտ տենց ուրիշ էրոտիկ սկանդալ բան չի սպասվում։ Դե բանը, երկչույի ջուսը ասելա, որ $10,000-ով մերկ կնկարվի ինչ-որ ամսագրի համար։ Հա, փաստորեն էրոտիկ սկանդալ չի սպասվում։ Կներես էլի, ժողովուրդ ջան։ Երբ ոնց որ դե նոր բան ունենք, սեքս սկանդալ հայ պաշտոնյայի մասնակցությամբ նոր վիդեո կա YouTube-ում։ Բայց ո՞վ է դեմքը ծանոթ է տեղ բերեցի։ Ես իմ լավ չէր ում, բայց հաստատ հայ է։ Լավ դեմքը վերջապես ցույց կտակ այդ պաշտոնյային։ Ու մեկ էլ սեքս սկանդալի համար երկու բան է պակասում, բուն սեքսը ու դե սկանդալը։ Լավ, չվրազենք, մի քիչ դիտենք։ Հաստատ ինչ-որ մեկը սակցել էր ընդամենը մեզ պատժելու համար։ Այո, ինչ-որ մարդ չեր ալարել սակցել YouTube պատժիչ երաժշտություններ դրել, որ մեզ դաստա։ Բրավո։ Վերջ, էլ երբեք չենք սեղմի նման տեսանյութերի վրա։ Ես անգամ է խափեցիք, սեքս սկանդալ չի լինելու։ Չէ, ժողովուրդ ջան, տեսար, ժողովուրդը, որը սեքս սկանդալի կեղծ վիդեոներ է սարքում գցում YouTube, որ հետո մարդկանց ասի մի փնտրեք սեքս սկանդալներ, դժվար էլ երբևիցե նոր սեքս սկանդալ ծնի։ Հիմա ինչ, տենց ոչ մի բանի չսպասեմ։ Ժողովուրդ ջան, երևի չէ, այսօր վարով ամենասեքսուալ բանը, որ կարանք առաջարկենք, էս է։ Երիտասարդ քաղաքականություն։ Միշտ մեկ այլ առաջ։ Լավ, ես գնամ Բալայանի նամակը վերջացնեմ, 23-րդ էջին եմ հասել։ Երևանում տեղի ունեցավ արտագաղթի հոգեբանությանը նվիրված գիտաժողով։ Հանուն սոցիալական զարգացման նախաձեռնությունը փորձում էր վերլուծել ժողովրդի ցվրվելու պատճառները։ Այսօրվա մեր հյուրերն են այդ հարցի երկու կողմերը։ Նախաձեռնող կողմի ներկայացուցիչ Արթուր Դանելյանը եւ վերլուծվող ժողովուրդը, հին ու բարի ժողովուրդը։ Արտուր, ինչու արտագաղթի հոգեբանություն, այդ ինչ հոգեբանական խնդիր կա այդտեղ։ Տեսեք, 80%-ը արտագաղթողների նշում են կաշառակերությունը որպես հիմնական պատճառներից մեկը, բայց դրա հետ մեկտեղ ստացվեց, որ նույն արտագաղթողները մեծ մասամբ գնում են դեպի երկրներ, որտեղ կաշառակերությունը շատ ավելի վատ վիճակում է, քան թե Հայաստանում։ Այսինքն ստացվեց, որ ժողովուրդը մեզ հետ ազնիվ չէր։ Մի վարքյան, հազար ներողություն, հեսա կգամ։ Ժողովուրդ ջան, ինչի չես ազնիվ մեր հետ։ Ինչ իմացար։ Ես իմ աղբյուրներ ունեմ։ Ասում ես, որ անարդարություն չես սիրում, բայց գնում ես ավելի կոռումպացված երկրներ։ Հա, բայց արդարության հետևից եմ գնում։ Հա, գնում ես Ռուսաստան հիմնական, որտեղ այնտեղ գտնում ես արդարություն։ Հա, բայց ինչ անեն, որ շվեյցարիաներ չեն թողում։ Ստատիստիկայով Եվրոմիություն գնացող այդ հանձնվողների ալիքից 97%-ը մերժվում են անմիջապես, մնացած 3%-ից կեսը մերժվում են ընթացքում։ Հա, ժողովուրդ ջան, շվեյցարիաները քեզ մերժող են։ Դե բա ինչ անեմ։ Արդարություններ եմ ուզում լինի, լավ բան է, բայց դե փողել եմ ուզում աշխատեմ։ Վերնա հարևանս նոր iPhone ունի, իսկ ես դեռ հին iPhone-ով եմ։ Մեր ժողովուրդը ունի ներքին կոնֆլիկտ։ Ինքը մի կողմից կարա լինի լիբերալ, մյուս կողմից կոնսերվատիվ։ Այսինքն ապակողմնորոշված։ Օրինակ, մի կողմից մարդը կարա ասի, որ ես ուզում եմ սիրուն քաղաքում ապրել եւ չհանդուրժի պատմամշակութային օբյեկտների աղավաղումը, բայց մյուս կողմից հնարավորության դեպքում պատշգամբը առաջ տաներ կամ եւս մեկ հարկ կառուցել։ Ընդ որում կաշառք տալ նոր դահան։ Որը ի սկզբանե նաեւ իր սկզբունքներին դեմ է, որտեղ ժողովուրդը չի ուզում կաշառակեր կամ կաշառատու լինել։ Ինչքան բայց ինքնահակասական կերպար ես դու։ Այդ բալկոնի առաջ տալը ո՞րն է։ Դու գիտես, որ համ լիբերալ ես, համ կոնսերվատիվ։ Լսի, ով է քեզ պատմում այդ մութ կողմերը։
Կարող վրացի ժողովրդի հետ ես շփվում։ Դու քեզ ված չես զգում, որ այդքան ինքնահակասական կերպար ես։ Չէ, այս բանի չէ։ Ով է մեղավոր։ Ինչ որ sense հոգեբանական խնդիրներ կան։ Միջազգային հոգեբանական պրակտիկայում կա ուրեմն կորուստի 5 ստադիաների տեսությունը։ Ահա, այդ դա ինչ ստադիաներով անցնում ժողովուրդը։ Առաջի փուլում ուրեմն մարդիկ հերքում են իրենց անհաջողությունը։ Ով է մեղավոր, որ դու միջև այսօր ուզածիդ չես հասել։ Ոնց ով է մեղավոր։ Ով չի մեղավոր։ Կադաստրից սկսած մինչև հարկայինով բոլորը մեղավոր են։ Երկրորդը։ Երկրորդ փուլում սկսվում է զայրույթը, այսինքն երբ որ մարդը գտնում է մեղավորին, լսի, ինչ ես եկել հիմար հարցեր տալիս։ Քո կարծիքով ես բան ու գործ չունեմ անելու։ Գնա մի քիչ էլ հարևաններիս հետ խոսա։ Հարցրա այդ iPhone-ը որտեղից են առել, ինչով են առել։ Երրորդ փուլ։ Երրորդ փուլում մարդը սկսում է բանակցել։ Այսինքն նույնիսկ աթեիստները իրանք ինչ որ բանին հավատում են, ինչ որ վեր գաղափարի են հավատում եւ փորձում են այդ նույն էներգիայի կամ չգիտեմ Աստծո հետ բանակցել։ Ասում են, որ Աստված ջան, ես ամեն ինչ կանեմ, ես նույնիսկ ծխելը կթարգեմ, սպորտով կզբաղվեմ։ Սերգեյ ջան, դու ինձ ասա ինչա պետք անել, ես անեմ։ Կարողա պետքա ծխելը թողեմ, կամ ասենք, չգիտեմ, սպորտով զբաղվեմ։ Դու ինձ օգնի, ասա։ Կարողա պետքա մատաղ անեմ։ Չորրորդ փուլ։ Չորրորդ փուլում ընկճվածություն է գալիս, այսպես կոչված դեպրեսիան, որը կարելի է բնութագրել հուսալքությամբ։ Չէ, մեկը ոչ մի բան չի ստացվելու, չլանես չի ստացվելու։ Այս կյանք չի։ Այս չորրորդ փուլը չի դզում մի տեսակ։ Հա? Ու 5-րդ փուլը համակերպում, այսինքն մարդը չգնաց իր այս կլասը, չդարավ նախագահ կամ նախարար ու մտածում է, որ այս սենց էլ կլինի, յոլա կգնա։ Մեծ հեռախոսը ցույց կտաս Ժորժան։ Ինչ նորմալ հեռախոս է, ինչ ուզում։ Դե, բա հեռախոս է, էլի։ Դες չի որ ասեն գնամ ուրիշտեղ թարմ iPhone-ը հանելու են տանի։ Ահա, 5-րդ փուլը դզում է, այսինքն գնալու իմաստը կորում է ու ստացվում է, որ տնից լավ տեղ չկա։ Այո, ապրես, գազմի տու։ Հələ այս 6-րդ փուլը արդեն պետք չի։ Իսկ մենք տեսնենք ինչա կատարում Facebook-ներում, բացի իհարկե Հայաստան-Իտալիա խաղից։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնում ընտրողներից իրեն ընտրելու համար։ Արդեն անցել է 1 շաբաթ, իսկ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է ստանալ Ալիևին ընտրած նոր քվեաթերթիկներ։ Արտաշ Ասատրյանը գրել է, որ շուտով դուրս կգա իր նոր տեսահոլովակը, երգ նվիրված խաշի սեզոնի բացմանը։ Ես ուղղակի հրաժարվում եմ հավատալ, որ մինչև հիմա տենց երգ չկար։ Զորի Բալայանը բողոքել է, որ Պուտինին ուղարկած նամակը հետ է եկել։ Ինչի՞։ Որտեվ 25 մեգաբայթից մեծ ֆայլերով նամակները միշտ հետ են գալիս։ Եվ Իտալիայի հավաքականը իր Facebook էջում գրել է. Հայեր։ Դե սրան մենակ մի բան կարելի է պատասխանել. Հայեր։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ին հարգելի ունկնդիրներ։ Իսկ վերջում ավանդույթի համաձայն դիտեք վիդեոբոցը։ Մենք նրանցից ինչ խոսանք, թողել է մի հատ համարձակվի խոսանք, մամի, կատաղած արնետի նման մենք նրանց կուտենք։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my keep the baby, and he keeps them out of sight. You know where that shark bites. 5 տարի ես նամակ եմ գրում կադաստար, որ այս հողը ճանաչեն Հայաստանի տարածք։ Ոչ մի պատասխան։ Բալայանը մի հատ նամակ գրեց ու միանգամից բնենք մենք Ռուսաստան գրենք, да, письмецо напишем. Ну что ты молчишь? Ну что-нибудь хотя бы скажи. Что это значит? А, батюшки, да? Батюшки.